երբ որ հայ ժողովուրդն է փորձության մեջ, իրենք սպասում են հայ ժողովուրդը իշխանության հետ միասին ընկնի աղետի փորձանքի մեջ, իրենք նոր դուրս գան եւ մի անգամից քաղաքական տեքստեր ասեն։ Սա աղետ է։ Իրենք հայ ժողովրդի հետ որևէ առնչություն չունեն։ Հայոց պետականության հետ որևէ առնչություն չունեն։ Սա գիտեք, սա իշխանական թևի խնդիր չի, սա դա պետության եւ պետականության պետական մտածողություն ունեցող անձ է։ Գիտեք, այդ նույն Մելիք Թանգյանը հիշեցի այս պահին։ Երբ որ թվարկում է հայրապետի անելիքները, պարտավորությունները, ասում է, որ թագավորը առաջինն է եւ կաթողիկոսը երկրորդն է։ Եվ ինչ է նկարագրում, ասում է, որ կաթողիկոսի գործը այն է, որ նա կազմակերպի եպիսկոպոսական ժողովներ եւ այլն, նաեւ ազգային եկեղեցական ժողովներ։ Ասում է, բայց նույնիսկ եթե թագավորը ներկա է, պատվել է ազգային եկեղեցական ժողովը իր ներկայությամբ, այդ գործի մեջ առաջնայինը կաթողիկոսն է։ Այսինքն հստակ կա այն օրենքները, այն կանոնները, որ ինչ պետք է անի կաթողիկոսը եւ ինչ չպետք է անի կաթողիկոսը։